եք Voltura ալիքում եւ այսօր ես ձեզ կներկայացնեմ, թե ինչպես է աշխատում տրանսֆորմատորը։ Ես այդ ամենը ցույց կտամ Adobe Illustrator հարթակում, ծրագրում եւ եթե դուք ուզում եք, որ ես գրաֆիկ դիզայնի դասեր բարեմ, գրեք կոմենտում։ Ես արդեն նախորդ կարել եմ։ Պատկերացնենք, մենք երկու լար այսպես փաթաթել ենք, այսինքն ամեն մեկը մի առանձին լար է, ուղղակի մեկը ավելի բարակ, մեկը ավելի հաստ։ Երբ մենք տանք հոսանք այս լարին, պլյուս և մինուս, այն կստեղծի էլեկտրամագնիտային դաշտ և այդ նույն ձևով աշխատում են նաև էլեկտրոմատորները, բայց պարտադիր է փոփոխական հոսանք, ես ձեզ առանձին վիդեոյում կբացատրեմ ինչն է տարբերությունը փոփոխականի ու հաստատոնի միջև, բայց ես կարող եմ ասել, որ հաստատունը, եթե օրինակ սա լինի մեր հոսանքի ստացման աղբյուրը, օրինակ սա սովորական մեր լեզվով ասած էլեմենտ, այն նրա հոսանքը կգնա մի կողմով, այսպես կֆռա և կգա մինուսին, պլյուսով կգնա հոսանքը կգա և այդպես էլեկտրամագնիտային դաշտ կստեղծվի, բայց այն կլինի միայն պլյուսով, այսինքն պատկերացնենք սա այդ դաշտն է և այն կլինի միայն պլյուսով, այն կմեծանա, այն միայն մեծ կլինի, իսկ երբ որ այն լինի փոփոխական հոսանք, այն կմտնի, կգնա և հետ կգնա, այսինքն նա կոնկրետ ուղղություն չունի և այդ ժամանակ մեկ այսպես կմեծանա էլեկտրամագնիտային դաշտը, կփոքրանա և արդեն կգա ոչ թե պլյուս, այլ մինուս կապույտ գույն և հետո այն կփոքրանա և կդառնա պլյուս և այդ ժամանակ այն կփոփոխվի և այն երկրորդ լարի շնորհիվ այն կարելի է ասել դարձնում ենք փոփոխական հոսանք այս մագնիտային դաշտը և մենք կարող ենք փոխել հոսանքի ուժը, այսինքն ամպերը, որը ես առանձին վիդեոյում կբացատրեմ և վոլտը, որը նույնպես առանձին վիդեոյում կբացատրեմ։ Եթե այստեղ տանք ենթադրենք 10 վոլտ, եթե այստեղ լինի օրինակ երկու փաթաթված լինի, այսպես, կարելի է դեռ այն կլինի արդեն օրինակ սա պատկերացնենք մեկ պտույտ է փաթաթված և այստեղ այն լինի ավելի շատ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, այսինքն եթե այստեղ փաթաթված է մեկ անգամ, իսկ այստեղ 9, եթե այստեղ տանք 1 վոլտ փոփոխականով, այստեղ կգա 9 վոլտ էլի փոփոխականով, այսինքն այն աշխատում է մոտավոր այսպես, բայց այսինքն եթե տանք 1 վոլտ, այդ 1 վոլտը ամեն մի լարի
փաթաթված մասի վրա կլինի մի վոլտ, բայց ամպերը մնում են քչանում են, այսինքն ամպերը բաժանվում է, օրինակ եթե 1 ամպեր ենք տվել, այդ 1 ամպերը կբաժանվի այս 9 մասի մեջ, այսինքն ամպերը բաժանվում է, իսկ վոլտը ամեն փաթաթված մասի համար մեծանում է, հիշեք դա, ամպերը փոքրանում է, այսինքն ստեղ կլինի 1/9 ամպեր, իսկ ստեղ 1, բայց ստեղ կլինի 1 վոլտ, այստեղ, իսկ այստեղ կլինի 9 վոլտ, այսինքն վոլտը մեծանում է, ամպերը փոքրանում է, դա հասկացանք, բայց էլեկտրամագնիտային դաշտը, ասեք, այս, վատ է անցնում օդով, այսինքն այն շատ է քչանում, փոքրանում, և եթե այսպես անենք, մենք կարող ենք պատրաստել օդային հոսանք, այսինքն օդով փոխադրվող հոսանք, որը մենք կարող ենք տեսնել անլար հոսանքի մեջ, բայց որպեսզի ավելի լավացնենք այդ էլեկտրամագնիսական դաշտի արդյունքը, այսինքն նրա պոտենցիալը, դրա համար օգտագործում են մի մաս, որը ռուսերենով կոչվում է սերդեչնիկ, հիմա ես ձեզ ցույց տամ ինչ ձև ունի, կարելի է ասել նրա շնորհիվ, ասեք, այն կարող է ունենալ տարբեր ձևեր, կոնկրետ իմ նկարածը, ասեք, կոնկրետ իմ նկարածը ունի այսպիսի քառակուսու տեսք, բայց այն պարտադիր չի լինել քառակուսի, կարող է լինել օրինակ շրջանաձև, բայց այն չեն օգտագործում ընդհանրապես, բայց այն կարող է լինել և կարող է լինել, ասեք, կարող է լինել նաև այսպիսին, ասեք ցույց տամ, հիմնականում օգտագործվում է հենց այս ձևը, հիմա ցույց կտամ, օյ, կներեք, նա պետք չէ, այս սերդեչնիկները պետք են մեզ նրա համար, որպեսզի այդ էլեկտրամագնիսական դաշտի պոտենցիալը չկորի, այսինքն նրա ուժը, այլշուտ ուժը չէ, այն ինչի այն կարող է ունենալ, նրա ազդեցությունը չփոխվի, այն մնա հստակ, ինչպես ասացի, կարող է ունենալ նաև այսպիսի ձև, բայց պետք է ասեմ, որ եթե սերդեչնիկը ունենա այսպիսի տեսք, այն չպիտի լինի շատ երկար, քանի որ դա կորցնում է էլեկտրամագնիսական դաշտի ամբողջ ուժը և այն այդքան էֆեկտիվ չի լինի, այս էլեկտրամագնիսական դաշտը արդեն անցնում է սերդեչնիկի մեջ
եւ եւ այն կարող է այսինքն դառնում է, եթե այստեղից տանք խոսանք, այսպես մի խոսքով այն նրա մեջով արդեն անցնում է այդ դաշտը։ Այսինքն այս ամբողջ սերդեչնիկը դառնում է կամ պլյուս, այսինքն կարմիր գույնի, այսպես, սպասեք, այսինքն պլյուս է լինում, կամ այն կամած փոխվում է արդեն կապույտի։ Ինչպես ասացի, եթե ուզում եք գրաֆիկ դիզայնի դասեր նկարեմ, կարող եք կոմենտներում գրել եւ դուք կասեք հիմա որտեղ կարող են օգտագործվել տրանսֆորմատորները, ինչի համար են պետք ընդհանրապես, այն կարելի ասել գրեթե ամենտեղ է օգտագործվում։ Օրինակ, եթե դուք ուզում եք ձեր պրոյեկտը աշխատի վարդակից, բայց ինչպես գիտենք, վարդակը աշխատում է 230, Հայաստան 220-ից 240 վոլտով եւ այն շատ է Arduino-ի համար կամ ինչ-որ ուրիշ բանի համար եւ տրանսֆորմատորի շնորհիվ կարող ենք այն արդեն քչացնենք։ Այսինքն, եթե մենք ուզում ենք քչացնենք, այս նույն բանը պետք է լինի հակառակը։ Այսինքն, ասեք ցույց տամ, որ հասկանաք։ Այսինքն, հակառակը պիտի լինի, ճիշտ հակառակը։ Ոչ թե այն լինի այն քիչ փաթաթված մաս ունենա արդեն ստացված տեղում, այսինքն ասեք ցույց տամ ավելի լավ որ այսինքն հոսանքը արդեն պետք է տալ այստեղից եւ ինչպես ասացի, եթե հակառակը լինի, այս ամբողջում բաշխված կլինեն օրինակ այսպես այստեղ բաշխված կլինի 9 վոլտ, եթե 9 վոլտ կանք, իսկ այստեղ արդեն քանի որ 1 է, կլինի արդեն այս էներգիայի 1/9 մասը, քանի որ այն 9 անգամ ավելի քիչ է փաթաթված, քան այս, այսինքն եթե սա լինի 9 վոլտ, այն կլինի 1, հուսով եմ դուք հասկացաք ինչ էի ես ուզում ասել, այսինքն ինչքան անգամ քիչ է փաթաթված այս այնտեղից որտեղից մենք պետք է ստանանք մեր էներգիան, այդքան անգամ քչանում է մեր էներգիան։ Բայց ամպերը շատանում է, այսինքն այն կշատանա 9 անգամ, որովհետև ինչպես ես ասացի,
ամպերը բաժանվում է։ Ինչպես մենք գիտենք մաթեմատիկայից, եթե մենք կոտորակի վրա բաժանենք, այսինքն համարիչն ու հայտարարը տեղերը կփոխվեն։ Այսինքն եթե այստեղ տանք 1 ամպեր, այստեղ կլինի 9 ամպեր, որովհետև ամպերը բաժանվում է այդ այսինքն սպասեք, այն բաշխվում է այդ բաների մեջ, փաթաթված մասերի մեջ, եւ մենք ստանում ենք այդ միայն 1 մասինը, իսկ ստեղ քանի որ 9 անգամ ավելի քիչ է, լինում է մենք պետք է բաժանենք 1/9 մասի, իսկ երբ որ հակառակն էր, այստեղ արդեն լինում էր պետք է 9 բաժանենք 1-ի, լինում է եթե վերցնենք 10, հաշվենք այստեղ էլ է 10, որպեսզի հեշտ պատկերացնեք, հաշվենք, այստեղ 10 է, ես ուզում եմ ուղղակի դուք հասկանաք, հաշվենք այստեղ 10 անգամ է փաթաթած, այստեղ փաթաթածը 10 անգամ, եթե մենք այստեղ տանք 1 վոլտ կամ 10 վոլտ, այստեղ կստանանք 1 վոլտ, քանի որ ասացի, այն բաշխվում է ամեն մեկին, և այստեղ քանի որ լինում է 1/9, 10 անգամ 1/10, լինում է 10 անգամ 1/10, լինում է 1, այսինքն քանի անգամ որ այստեղ շատ է, այս անգամ լինում է շատը 1/9 անգամ, 1/9 անգամ շատ է, մենք բազմապատկում ենք 1/9-ի այս մեր հոսանքը, իսկ ամպերը մենք բաժանում ենք, այսինքն եթե այստեղ լինի 10 վոլտ, մենք բաժանում ենք 1/10-ի, լինում է այստեղ կստանանք 100 ամպեր, և դուք կասեք, որ 100 ամպերից ամբողջը կփչանա, և դուք ճիշտ կասեք, այդ ամենը ամպերը փոքրացնելու համար ես ձեզ հետո կծանոթացնեմ, գոյություն ունի ռեզիստոր, չնայած ես ձեզ առաջին դասում բացատրել էի, գոյություն ունի ռեզիստոր, որը փոքրացնում է հոսանքի ուժը, և դրա շնորհիվ կարող ենք 100-ը օրինակ փոքրացնել 1-ի, և կստանանք, մենք կարող ենք վարդակից 230 վոլտը փոքրացնենք օրինակ 9 վոլտի կամ 5 վոլտի, և ամպերը փոքրացնել արդեն ռեզիստորի շնորհիվ, այսքանով ես ուզում եմ ավարտել այս վիդեոն, ես ապագայում կխոսամ փոփոխական և հաստատուն հոսանքի մասին, բայց սպասեք ես այստեղ գրեմ, որպեսզի դուք ավելի լավ հասկանաք, ստեղի մոտ համակարգչում խնդիր եղավ և այն սխալ է աշխատում, բայց հիշեք, ամպերը բաժանում ենք, այսինքն ինչքան ստանում ենք, այդքան բաժանում ենք երկրորդ փաթաթված մասի համար, իսկ վոլտը բազմապատկում ենք, այսինքն եթե երկրորդ փաթաթված մասում, ամբողջ փաթաթված մասերում, եթե լինի 9 անգամ քիչ, ոչ թե շատ, այն կփոքրանա կմեծանա 9 անգամ,
որովհետև կոտորակով բազմապատկումը համարիչն ու հայտարարը տեղերը փոխում ենք։ Իսկ վոլտինը ուղղակի կփոքրանա այդքան անգամ։ Այսինքն այսպիսի կանոն կարող ենք այսպիսով ասել. եթե մենք ուզում ենք ավելացնել հոսանքի ուժը, եթե ուզում ենք մեծացնել հոսանքի ուժը, պետք է երկրորդ փաթաթված մասում ավելի քիչ փաթաթենք, իսկ եթե ուզում ենք մեծացնել հոսանքի լարումը, դրա համար պետք է առաջինում ավելի քիչ փաթաթենք, քան երկրորդում։ Եվ այսպիսով արդեն ուզում եմ վերջացնել մեր վիդեոն, դուք գտնվում եք Voltura ալիքում, բաժանորդագրվեք իմ ինստագրամյան էջում, որտեղ կարող եք տեսնել իմ պրոյեկտները, այն կոչվում է Voltura Գևորգ Գրիգորյան։ Մաղթում եմ ձեզ հաջողություն, ցտեսություն։